Սիրելիներս ողջույն, հույսով եմ լավ եք, մենք էլ լավ ենք, ամեն ինչ կարգին է, նոր տարվա վլոգներից հետո վլոգներ չեմ նկարել, չեմ տեղադրել, ինչի համար ձեզնից ներողություն եմ խնդրում, բայց քանի որ այսօր տոն է, մարտի 8-ն է, կանանց միջազգային տոնն է, չէի կարող սիրելիներս ձեզ անտեսել, որոշեցի մի փոքրիկ վլոգ նկարել և տեղադրել ալիքում, որը այսօր կիրակի է ու մեր համար կրկնակի տոն է, նախ մարտի 8-ը, ինչ առիթով ուզում եմ բոլորիդ շնորհավորել սիրելիներս, ցանկանալ կանացիություն, գեղեցկություն, միշտ եղեք ուրախ, երջանիկ, սիրված և գնահատված, շրջապատված ձեր սիրելի հարազատ մարդկանցով։ Ամենալավ բաներն եմ ձեզ ցանկանում սիրելիներս, ինչ նպատակներ դրել եք, թող իրականություն դառնա։ Բացի մարտի 8-յան կանանց տոնը մեր համար կրկնակի տոն է, քանի որ այսօր մեր ամուսնության տարելիցն է և կրկնակի տոն է և քանի որ նաև կիրակի է, վահան այսօր տանն է, որոշել ենք ոչ մի տեղ չենք գնալու, տանն ենք նշելու, գնել ենք միս, այնտեղ լորի միս է, հավի միս է, քիչ հետո միասին կհամեմենք, որպեսզի դրսում խորոված պատրաստենք, ուզում եմ ձեր հետ մի փոքր զրուցել և կիսվել նվերներով, քանի որ վաղուց է սիրելիներս վլոգներ չեմ նկարում, մեկ ամսից ավել կլինի ու ասեմ, թե այս ընթացքում մեր մոտ ինչ է փոխվել, հիմնականում ամեն ինչ նույնն է, լավ ենք, Լիլիան իր դասերով է, պարապմունքներ, կուրսեր են գնում, որպեսզի պարապի, քանի որ այս տարի ավարտում է, ԵԳԻ քննության, պետական քննությունները, իր դասերով է, ես տնային գործերով, Վահան իր աշխատանքով, քաղաք գրեթե այսպես ման գալու, տնից դուրս գալու այդպես չենք գնացել, գնում ենք միայն Լիլիայի ատոմների հարցով, այնտեղ բուժում ենք ու ամսի 11-ին մարտի գրանցված ենք, պետք է էլի գնանք, հիմնականում այդպես աղջիկներս, եղանակները քիչ հետո դուրս կգանք, ցույց կտամ, ինչ է կատարվում մեր մոտ, դեռ ձուն կա, բայց արդեն +7, +8, արդեն համեմատաբար տաք է, մառոզներ էլ չկան, այդպես, հիմա անցնենք նվերներին, Վահանը այստեղ իմ ու Լիլիայի համար այսպիսի գույնոսգույն գեղեցիկ կակաշներ է բերել, դրել ենք ծաղկամանի մեջ, շատ սիրում է սիրելիներս, ունենց Անուշ բուրում է, ամբողջ տնով մեկ տարածվել է, դուրսում ձյուն է, իսկ տանը այսպես բնական գեղեցիկ ծաղիկներ, սա կտանեմ կդնեմ հյուրասենյակի սեղանին, իսկ սա Լիլիայի այն պոլկային, որտեղ որ ինքը իր դասերն է սովորում, իր դասերն է անում, այնտեղ կդնեմ ու ինձ թվում է գեղեցիկ կլինի, այստեղ Վահանը բերել է սապերավի գինի, միասին կբացենք կնշենք, հիմա կդնեմ սառնարանում, այստեղ էլ Ռաֆայելո կոնֆետները, որը ես և Լիլիան բոլորս էլ շատ սիրում ենք, հիմա սուրճ կպատրաստեմ ու կվայելենք աղջիկներս, իմիջիայլոց այս կակաչները և որ դնում էի ծաղկամանի մեջ, ինքը սոխուկներով էր, արմատները առանձնացրել եմ, դրել եմ տեղ չորանա, որպեսզի օրերը տաքանա ու դնենք հողի մեջ, այսպես առանձնացրել դրել եմ աղջիկներս, ինտերնետով եմ կարդացել, թե ոնց եմ պահում, արևի տակ չէ, 4 տեղ, դա սուտ աստիճան, ջերմաստիճանում, այդպես թողնելու ենք 8-ից 14 օր, չորանա, որից հետո արդեն գարնանը, երբ որ հողը տաքանա, կդնենք հողի մեջ ու հուսով եմ, որ մենք էլ կունենանք գեղեցիկ ծաղիկներ, տեսնենք ինչպես կլինի։
Լիլիային Վահանի հետ միասին գումար ենք փոխանցել, իր համար պայուսակ է պատվիրել, դեռ մեզ չի հասել, այստեղ ներքևում կդնենք, կտեսնեք, նկարը շատ գեղեցիկ պայուսակ է, ու այդպես աղջիկներս, հիմա ծաղիկները տեղափոխեմ հյուրասենյակ ու միասին անցնենք սուրճ պատրաստելու։ Վլոգը համարենք սկսած, տեսնենք այսօր ինչ օր ենք ունենալու, հիմա սկսում եմ նկարել, մինչև օրվա վերջ կնկարեմ ու առավոտյան արդեն կտեղադրեմ ալիքում։ Տեսնենք ինչպես կանցնի մեր օրը, համարենք վլոգը սկսված, մեզ բարի օր, ուրախ, ձեզ սիրելիներս, բարի դիտում և լավ տրամադրություն։ Անցնենք սուրճ պատրաստելուն սիրելիներս, պատրաստելու ենք նոր սուրճի ապարատով, իմիջիայլոց նոր է, Վահանի ծննդյան առիթով իր գործընկերն է նվիրել, Դելոնջի, ինչքան գիտեմ, այդպես է կոչվում ֆիրման, պրոֆեսիոնալ ապարատ է, արդեն 2 շաբաթ կլինի, այս մեքենայով պատրաստված սուրճն ենք վայելում, ու շատ համեղ է ստացվում, Հողումը կդնեմ մեկնաբանությունների բաժնում, եթե կհետաքրքրի ցանկանաք գնել, այստեղ սուրճն ենք լցնում, այստեղ, թվում արդեն լցնելու ժամանակն է, այս սուրճն ենք վայելելու, իմիջիայլոց բավականին թանկարժեք է, այս նման պակետներով 2,5-3,000 ռուբլի արժան այս մեքենայի սուրճերը, բայց շատ համեղ են ստացվում, այստեղ կա լատե, դվայնոյ էսպրեսո, սովորական սուրճ, կապուչինո, միքս, էսպրեսո, էլի կապուչինո, տաք ջուր է տալիս նաև, էսպրեսո մաչատո, ինչքան հասկացա, flat white, սուրճի տեսակ է, ամերիկանո, դոպիո, filter style, սառը սուրճ, կապուչինո, տաք կաթ, իմիջիայլոց սուրճի մի մասը, պատրաստվում է հենց կաթով, դրա համար ինքը նաև կարող է ցանկանում ենք օրինակ տաք ջուր կամ տաք կաթ վայելել, կարող ենք այստեղից օգտվել, այստեղ լցնում ենք ջուրը ու պատրաստում սիրելիներս, այստեղ սուրճը, այստեղ ջուրը, այստեղ կաթը ու այստեղից էլ այս դուրս է գալիս աղացած այդ սուրճն ենք հեռացնում, մի խոսքով սիրելիներս շատ լավ բան է, Վահանին հարցնեմ, տեսնեմ ինչ սուրճ է խմում ու պատրաստենք, Վահան, ինչ սուրճ ես ուզում, Վահան, ինչ տնեմ ասեցիր, լատե, օքեյ, լատե, այստեղ էլ չափնա L կամ ավելի շատ կամ M, այդ արդեն մենք ենք ընտրում, երեխեք ջան, հիմա պատրաստում ենք լատե, այստեղ փրփուրն է, շատ ենք ուզում, քիչ ենք ուզում, երևի Վահանին այսպես կպատրաստենք, որ շատ լինի, ինքը շատ է սիրում, բաժակը փոխենք ու ամեն պատրաստելուց առաջ եւ հետո ինքը լվանում է մեքենան իրան, ինքը լրացել է, հիմա ավելացնենք,
մեկը պատրաստ է, այս Վահանինն է։ Քանի որ երկրորդ բաժակն ենք պատրաստելու, դրա համար չենք անջատում, շարունակում ենք։ Ես երևի վայելեմ կապուչինո։ Крепкость. Количество L, այստեղ ընտրում ենք L, M, ավելի քիչ, այստեղ ավելի շատ, ես երևի հենց L-ը թողնեմ այսպես, ու այստեղ արդեն իրան, որ թունդը, հա, թունդությունը այն չեն ասում, крепость։ Իջացնենք 3-ի վրա, ու վերջ։ Ազոնում Վալբերեսում էլ կան կոֆե ապարատներ, բավականին մատչելի գներով, չգիտեմ նրանց որակը, երեխեք ջան, այս ապարատի գինը 50-ից 60,000 ռուբլիի կարգի է, որովհետև ինքը պրոֆեսիոնալ է, ու եթե գնեք հաստատ չեք կողմանի։ Վաղուց այն ուզում, որ էլ սուրճ չենք պատրաստելու, երեխեք ջան, այս բաժակը դնում ենք այստեղ ու վերջ։ Անջատելուց հետո ինքը այսպես ջուր է գալու, ինքը լվանալու է մի հատ, իրական ջրով ու վերջ ու անջատվելու։ Գնացինք վայելենք մեր ումեղ սուրճերը։ Սիրելիներս, մեր մոտ ժամը ինչպես տեսնում եք 2-ից 15 է պակաս, կեսօր է, մեր սուրճը վայելեցինք, հիմա քանի որ դեռ շուտ է, ժամը 3:30-4-ից հետո խորոված կպատրաստենք, միսն էլ դեռ բաստուրմա չենք դրել, որոշեցինք այս ընթացքում հավաքել այս արկան, այս անկյունը, Վահանը այսպիսի գեղեցիկ պատրաստի փայտեր է բերել, ժամանակ չի ունենում աշխատանքի հետ, բայց քանի որ այսօր ազատ է, էլ վաղվան չգցեցինք, սիրելիներս, միասին կհավաքենք ու տեսնենք արդյունքը։ Վահանը արդեն սկսել է իր աշխատանքը, սիրելիներս, եւ այս կողմից ենք հավաքելու եւ հակառակ կողմից։ Դա արանքից դուրս կգա ու այստեղ էլ ենք ուզում ձևափոխություն անել։ Սա այս ամբողջը այստեղից հեռացնել։ Սա ընդհանրապես է դուրս գալու, այսինքն երկուսն էլ հեռանալու են այստեղից։ Սա կտեսնենք ով է ուզում կնվիրենք, բայց սա արդեն տեղադրել եմ Ավիտոյում եւ գյուղի գրուպայում, Ազոնից ենք պատվիրել, այս պաստավկաների գները Ազոնում հիմա 20-25 անգամ մինչև 47,000 ռուբլի են, բավականին թանկ են, չենք պատճառի, բայց քանի որ ինչպես տեսնում եք
խմիչքները շատացել են, էլ տեղ չեն լինում։ Սրա մի մասն էլ, խմիչքների մի մասն էլ առանձին տեղ են դրված, որպեսզի ամբողջը հավաքենք, այսպես լինի գեղեցիկ բարնի ստոյկա։ Մտածում ենք այստեղ այս ստիլի մեջ կամ փոքրիկ այսպես տումբաչկա ստենկա գնենք կամ պատի վրա ինչ-որ մի հետաքրքիր բան հավաքենք, որ համ քիչ տեղ զբաղեցնի, համ ամբողջը հավաք ու գեղեցիկ լինի։ Տեսնենք ինչ ենք մտածում սիրելիներս այս հատվածով, ընթացքը կնկարեմ ու իհարկե վերջնական տեսքով էլ ձեր հետ կկիսվեմ։ Նույն տեսքն էլ ունի հակառակ կողմից, այսպեսի տեսք ստացանք վերջնական, սրանք դրել ենք, որպեսզի կպնեն, քանի որ այնտեղ կլեյի օգնությամբ ենք կպցրել, մի քանի ժամ հետո կհեռացնենք, մի քիչ էլ ավելացավ, կտանենք դուրս ու վերջ աղջիկներս, շատ գեղեցիկ ստացվեց։ Այստեղ էլ պատուհանները բացել եմ, որ մաքուր օդ կա, այնքան լավ եղանակ, տաք, արև, ինչ-որ ճանապարհային այստեղ գործողություններ է կատարվում, ռեմոնտի, վերանորոգման, այն կողմում էլ կամուզն են վերանորոգում, երեկոյան այս 2 շաբաթ կլինի այստեղ պրոբկաներ են լինում, հակառակ կողմից։ Դուրս կանք տեսնենք Վահանը ինչ է անում։ Մարտի 8-ին երեխեք ջան, նայեք ինչ եղանակ է մեզ մոտ, Վահանը այնտեղ միսը խորովածի բաստուրմար է դնում, ես էլ մի քանի բան կար վառելու, վերեցի վառեցի, տեսնեմ կրակը ինչ վիճակում է, այսպես սիրելիներս, մեր մոտ իսկական ձմեռ է դեռ, չնայած արդեն տաք է, լավ արևը լավ տաքացնում է, այս տարի փոխելու ենք այս պատուշկաները, ճոճանակի ու այս ծածկոցը, երկուսն էլ այս տարի փոխելու ենք, քանի որ փոխելու ենք դրա համար մնացած տարիների նման սարայներ չտարա, այնտեղ չդրեցի, գիտեի փոխելու ենք, դրա համար այսպես դրսում էլ թողեցինք սիրելիներս, չնայած որ տեղ ունենք, բայց շատ ծանր է իրան բարձրացնելը, այսպես ինքը շատ թեթև է թվում, բամբակ է, հա, բրդից թվում է թե շատ ինքը թեթևով, բայց հավատացեք բավականին ծանր է։ Նույնիսկ կպատվիրենք, տեսնենք ինչ գույն ենք պատվիրում, այնպեսի գույն կպատվիրենք, որ այս ծածկոցն ու այս սիդուշկաները իրար հետ գույներով բռնեն։ Այսպես կարճաթև դուրս եմ եկել, չեմ մրսում, բայց որ մի քիչ մնամ կմրսեմ սիրելիներս։ Քանի որ մեր ամուսնության տարելիցն է, ու քանի դուրս եմ եկել, հիշել եմ այս թեման, ինձ մեկնաբանությունների բաժնում հաճախ են հարցնում, ինչպես ենք Վահանի հետ ծանոթացել, ամուսնացել, 2 բառով պատմեմ աղջիկներս ու միասին գնանք տուն, տաքշոր կհասնեմ ու արդեն որ դուրս գանք խորովածը տնենք կրակին, որպեսզի երկար ենք կանգնելու, որպեսզի չմարսենք։ Ուրեմն Վահանի հետ ծանոթացել ենք Facebook-ի օգնությամբ, ինքը նոր տարվա նկար էր տեղադրել իր էջում, Մոսկվայից, այս ժամանակ ինքը Մոսկվայում էր, իսկ մենք Վորոնեժում, այդպես պատահական ես տեսա այդ նկարը,
այսպես հատուկ ինքը ճիշտ ասած չէր էլ երևում, իրան այդպես ուշադրություն չդարձրեցի, չտեսա ով է կանգնած, ուղղակի այդ տոնածառը, որ զարդարված էր քաղաքում, այսպես գեղեցիկ լույսերով, հա, այդ զարդարանքները շատ հավանեցի ու լայքեցի, ու ինքը տեսնելով, որ ես այդ նկարը լայքել եմ, ու այդպես սկսեցինք իրար հետ շփվել որոշ ժամանակ, ու ասեմ, որ շատ արագ կատարվեց, դեկտեմբերի 27-28-ին այդպես սկսեցինք շփվել, հունվարի 6-ին ինքը եկավ Մոսկվայից, տուն էր վարձել մի 2 օրով, եկավ, միասին դուրս եկանք մեր առաջին վայրը, որտեղ մենք, այսպես ասած, ժամադրվել ենք, մեր քաղաքի Արենա առևտրի կենտրոնն է, այնտեղ ռեստորան կա, անունը հիմա չեմ հիշում, առավոտյան ինքը ասեց, ինչքան հիշում եմ շոկոլադնիցա, այնտեղ մի 2 ժամ նստեցինք, զրուցեցինք, ինքը ինձ ուղեկցեց տուն, հետո հաջորդ օրը եկավ մեր ընտանիքի, հա, ծնողներից, եղբորս հետ ծանոթացավ, այնուհետև ծանոթանալուց հետո ինքը վերադարձավ Մոսկվա, այն ժամանակ եղբայրս ընտեղ էր աշխատում, իրար հետ հանդիպեցին, գնացել էին զրուցել, նշանվել ենք փետրվարի 14-ին, իսկ մարտի 8-ին արդեն ամուսնացել, ինքը Մոսկվայից եկել է, տուն ենք վարձել, ու արդեն մի քանի տարի վարձով ապրելուց հետո գնել ենք այս տունը ու տեղափոխվել այստեղ, միասին վերանորոգել, տուն դրել, տեղ դրել, ընտանիք դրել, այդպես սիրելիներս, մեր ծանոթության, ամուսնության պատմությունը այդպիսին է, մեր տանն ենք նշանադրությունն արել, Վահանի ընկերն էր Հայաստանից եկել, ընտանիքի անդամներից, մի խոսքով երեխեք ջան, մեր ճակատագիրն էլ այդպիսին է եղել։ Մեկնաբանությունների բաժնում կարող եք գրել, շատ հետաքրքիր է, թե ով է մեր նման ծանոթացել եւ ամուսնացել ինտերնետի սոցիալական հարթակների միջոցով։ Այդպես, չնուսեցի գնամ տուն, տեսնեմ Վահանը ինչ անում։ Օքեյ, սետկեն չճարի։ Սետկեն այն առաջվա քո արեստանոցում ավա։ Լավացած ընդ մեջի կոմը դրած է։ Սետկով, Որերն են փոքր շամպուրի վրա չեն տեղավորվում։ Կարաս տեղափոխես ուտեղ։ Մաքրեմ լվանամ։ Որք է լվաս, այստեղ մաքրեմ լվանամ։ Վահանը միսը արդեն դրել է կրակին, պատրաստ է։ Օրն է երկար է։ Հիմա դեկտեմբերին է ժամին նույթ է ելմելու արդեն։ Խորովածը արդեն պատրաստ է, մեզ բարի ախորժակ, իսկ ձեզ լավ տրամադրություն, օրվա հիանալի շարունակություն, դրեք լայքեր, թողեք մեկնաբանություններ, եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս կանանց մեկ ամսակի կապակցությամբ ցանկանալով երջանկություն եւ ամենալավ բաները սիրելիներս, լավ մնացեք, կհանդիպենք շուտով։